Մայիսի 17-ին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 22 համայնքներում համայնքների խոշորացման հարցով տեղական հանրաքվեներում ըստ նախնական արդյունքի բնակչությունն ասել է այո։ Լոռիում 7 համայնքներից 4-ը դեմ են քվեարկել միավորմանը, 3-ը կողմ։ Մարզի բոլոր համայնքներում ընտրողների ընդհանուր թվով հանրաքվեում այո ասել է 1005 ընտրող, ոչ 424։ Տավուշի մարզի 7 համայնքներից 3-ը դեմ են քվեարկել, իսկ 4 համայնք կողմ։ 7 համայնքների միավորմանն ընդհանուր թվով այո ասել է 4140, իսկ դեմ 1291 ընտրող։ Սյունիքի մարզում բոլոր 8 համայնքները կողմ են քվեարկել։ 8 համայնքների միավորմանը ընդհանուր թվով այո է պատասխանել 2513 ընտրող, ոչ 118։ Անցկացված հանրաքվեի վերաբերյալ դիմում բողոքներ ու խախտումների վերաբերյալ գրառումներ չեն եղել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները կարող էին վերահաշվարկի մասին դիմում ներկայացնել այսօր մինչև ժամը 18-ը, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ դիմում չի ստացել։ Մինչև այժմ տեղական հանրաքվե տեղի չէր ունեցել Հայաստանի Հանրապետությունում, թերևս օրենքը վաղուց եւ գործում էր։ Իհարկե սա ոչ տիպային հանրաքվե էր ըստ էության, խոսքը վերաբերվում է սահմանադրությամբ նախատեսված կառավարության այն պարտավորությանը, որը պետք է իրականացվի, եթե կառավարությունը նպատակ ունի նախագիծ ներկայացնել համայնքների միավորման վերաբերյալ։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի կարող որոշում կայացնել հանրաքվեի դրված հարցն ընդունված է թե ոչ։ Համայնքը ոչ թե որոշում է կայացնում, այլ պատասխանում է հարցին, համաձայն է թե ոչ։ Հետագայում կառավարությունն ազատորեն որոշում է կայացնում հանրաքվեի ցանկացած արդյունքի պարագայում։ Պատկերացրեք, թե տեղական հանրաքվեի է դրված կոնկրետ նախագիծ, ասենք օրինակ, կառուցել համայնքում այսպիսի հուշարձան, թե ոչ։ Եվ այս պարագայում հանրաքվեի դրված հարցը ընդունվելու պարագայում դա կդառնար իմպերատիվ բնույթ կրող որոշում։ Իսկ այս պարագայում չի կարող այդպիսի իմպերատիվ, այսինքն պարտադիր իրավական ուժ ունեցող որոշում։ Հանրաքվեի արդյունքները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հաստատելու են քվեարկությունից հետո 5-օրյա ժամկետում եւ ներկայացնելու են կառավարություն։ Գործադիրը քվեարկության արդյունքները կցելու է համայնքների խոշորացման մասին օրենքի նախագծին եւ ուղարկելու է ազգային ժողով։ Լիաննա Ներսիսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։